Մարտին, ինչ կա, ինչ նորություն կա։ Բայց այսօր նորության օր է, այսօր նոր տարի է, հրաչ։ Արա, ճիշտ է, ես չլի մեր դեկորացիաներից մի բան հասկացար։ Եվ քո պատրաստած, ասա իմ։ Ես մի քիչ առաջ ուրեմն պատրաստել եմ տաք շոկոլադ, որպեսի հատուկ ռեցեպտով, ես ուղղակի գիտեի պետքա լցնել, իսկ դու որտեվ դու բու ես սարքում։ Իսկ դու Ես շոկոլադ։ Okay։ Այո, տաքուկ միջավայրում։ Տաքուկ, այո։ Քննարկենք այսօրվա քննարկելիքները։ Շատ Ուշադիր հանդիսատեսը։ Այո։ Ուշադիր հանդիսատեսը կարող է նկատել, որ մեր դեկորացիաներ են մեզ մոտ հայտնվել։ Շատ հանդիսատես ունենք ինձ թվում է։ Ուսա գրեք կոմենտներում նկատել եք թե չէ։ Ավելի ուշադիր։ Հա։ Ուրեմն պատմեմ եւս, այսօր եւս, հա, ոչ ստանդարտ եթեր է լինելու մեզ մոտ, չգիտեմ, եթեր անվանենք, ոնց անվանենք, էպիզոդ։ Էպիզոդ։ Հաղորդում, հա։ Քննարկում, ոչ ստանդարտ քննարկում է լինելու։ Փորձելու ենք քննարկել երկու մեծ բլոկ, մեկը դա մեզ դուրեկան կամ մեր սիրված ֆիլմերը, որոնք մենք նախընտրում ենք այս ամանորյա արձակուրդներին նայել, երկրորդն էլ ինչ որ սկզբունքով 2025 թվականի ամփոփում կանենք, դա երկրորդ բլոկում։ Առաջարկում եմ հիմա հենց սկսել ուրախ ամանորյա տրամադրությունից, ֆորմատը մոտավորապես այսպես կլինի, մենք հերթով կինոներ ենք ասում, ինչ որ թեթև քննարկում ենք անում այդ ֆիլմերի շուրջ։ Ցուցակը երևի հա, խորհուրդ ենք տալիս, որ հա, այս օրերին, քանի դեռ աշխատանքային օրերը ժամերը չեն եկել, նայեք, ստացեք, բան է, ձեր, չգիտեմ, բուդը սարքելու կամ տոլման փաթաթելու ընթացքում կարակ ֆոնի։ Եվ մինչև նոր տարի եւ նոր տարվանից հետո։ Այո, բան, այդ ամանորյա շնորհավորանքների փոխարեն կարելի է մեր վիդեոն միացնել։ Բայց դե պետքա կադրերը նայեն, ափսոս են։ Ես կողմից էլ արդեն նայած կլինեն, իսկ լսելն էլ է բավական։ Դե ինչ, սկսենք։ Սկսի։ Ես սկսեմ։ Դու սկսի։ Ես խոսեմ, հիմա խոսում ենք այն բլոկը, որտեղ խոսում ենք այն մեր ամանորյա, հա։ Եվ սիրելի ֆիլմերից, հա։ Առաջին իմ կետի վրա դե 5-ական ենք փորձելու խորհուրդ տալ։ Իմ առաջին կետի տակ երկու ֆիլմ են, Հրաչ ջան, միանգամից երկու ֆիլմ, որովհետև երկուսը մոտավորապես նույն ֆիլմն են։ 2003 թվականի Ռիչարդ Կյորտիսի Love Actually իրական սեր։ Չգիտեմ ոնց է գալի։ Love Actually, it's actually love, հա, չգիտեմ ոնց է գալի։ The Holiday ֆիլմը։ The Holiday նկարած Kate Winslet-ով, Cameron Diaz-ով, Jack Jude Law-ով եւ Jack Black-ով։ Այս ֆիլմերը իրենք շատ նման են իրար, նոր տարվա ժամանակ տեղի ունեցող անցուդարձի մասին են։ Փոքր ձև ներկայացնեմ երկուսն էլ, Holiday-ի ժամանակ Cameron Diaz-ի եւ Kate Winslet-ի պերսոնաժները որոշում են տներով փոխանակվեն, ինչքան մեկը ԱՄՆ-ում է, մյուսը Մեծ Բրիտանիայում, թե Լոնդոնում հենց որոշում են տներով փոխանակվեն եւ այդ նոր տարին անցկացնեն մեկի տանը մյուսի ու տենց շատ հետաքրքիր արկածներ են իրանց հետ տեղի ունենում, նոր սիրահարվում են, նոր ինչ-որ բաների հետ են ծանոթանում, այնտեղ նույնիսկ ինչ-որ օսկարակիր մարդու է հանդիպում Kate Winslet-ը թե Cameron Diaz-ը չէ, Kate Winslet-ը ոնց որ Jack Black-ի հետ էր, Cameron Diaz-ը Jude Law-ը։ Իսկ այդ օսկարակիր սցենարիստը, որ այդ ֆիլմում օսկարակի ինքը օսկար տարած սցենարիստ է, хороший плохой злой, мчи злой նա։ Հա։ Այ ինքը։ Ուկոն։ Մի խոսքով, այդ շատ հետաքրքիր ֆիլմ է, իսկ շատերն են տեսել, արժի էլի նայել Love Actually-ին, որը արդեն խոսում է բազմաթիվ պերսոնաժների մասին, ովքեր այդ խառնաշփոթի մեջ են գտնում նոր տարվա շուրջ, Hugh Grant, Liam Neeson, Keira Knightley, այն հիանալի տեսարանը, որտեղ Խաջաչի մերտվեցի Ռիկը թղթերով, որ Keira Knightley-ին սերախոստովանում է տեսարանը չմոռանաք նայելուց։ Այս երկու ֆիլմը ես խորհուրդ եմ տալիս նայել ամանորյա օրերին։ Հա, ես դե Love Actually-ն ինձ թվում է շատ փոքր է, որ նայել եմ, համարյա բան չեմ հիշում, իսկ Holiday-ը նույնիսկ տենց մի քանի տարի առաջ վերա նայել է, իմ դուրը շատ է գալիս, ինքան հետաքրքիր։ Եկամ Jack Black-ը որտեղ հայտնվում է, դաժե այն վատ Jumanji-ները բան։ Այս տարի ինչ-որ Anaconda ունի, հենց նոր ելած։ Հա, Creek-ը բանի է, չէ՞ Kevin Hart-ի հետ ոնց։ Paul Rudd-ի հետ, ու ինչ-որ շատ խառը ֆիլմ է, ասում են, չգիտեմ, ծիծաղալու Anaconda։ Դե Jack Black-ի հետ, հա։ Այդպես։ Դե ինքը King Kong-ում գա, որը հեչ ծիծաղալու չի։ Անդե ռեժիսորն է, թե օպերատորն է, չէ՞, հա։ Նկարի, հա։ Ну, Jack Black դուշկա։ Մի խոսքով իրավացի եք։
Ես իմ ֆիլմը ասեմ, հենց սկսում եմ մի անգամից, տենց չգիտեմ, մեր, հա, post-սովետski աշխարհում այդպես է թե չէ, բայց արևմտյան աշխարհում դեբատ կա, արդյոք այս ֆիլմը ամանորյա է թե չէ։ Ես արդեն հասկացա, որ ֆիլմի մասին։ Խոսքը գնում է Die Hard ֆիլմի մասին, կամ Կրեպկի արեշակ, ամուր ընկույզ, ոնց կլինի։ Ամուր ընկույզ թվում է թե։ Կրեպկի արեշակ ֆիլմի մասին, որ իրոք տենց նույնիսկ սերիալներում, pop կուլտուրայում ամերիկյան, ասենք Brooklyn Nine-Nine-ում անընդհատ այդ կատակը պատտվում, սա ամանորյա ֆիլմ է թե չէ։ Ես օրինակ համարում եմ այն ֆիլմը, որը դու կարաս ամանորին միացնես նայես, համարում եմ ամանորյա ֆիլմ իմ համար։ Օրինակ տեսեք հիմա չենք խոսալու այդ Stardust, Home Alone կամ Harry Potter, ասենք Harry Potter-ը իր setting-ով ուղղակի ամեն ֆիլմում մի պահ ամանորի շուրջ, ինչ որ նոր տարվա այդ Christmas-ի շուրջ բաներ կա, բայց ինքը չի, բայց դարձել է ամանորյա ֆիլմ, այսինքն շատերը նախընտրում են այս դնել ու binge watching անել, ասենք այս նոր տարվա ընթացքում։ Նույնը իմ համար Die Hard-ն է, շատ չեմ, ընտիրագույն բայևիկ, որը որ մեր քվիզերից մեկի ժամանակ վերջերս դել պահել էր, վերջիններից մեկում, չգիտեմ, Բրյուս Ուիլիսի դե երևի breakthrough այդքան էլ չէ, բայց չնայած խիչ է, երևի այդպես սուպեր աստղ մոտ այդ ժամանակ է դարել։ Հետո սա 90-ականները իրան սկսեցին նկարել, շատ ընտիր կինո, շատ հավեսով նայվող, դաժանություններով իհարկե, դե վերջո ամանորով, բայց բայվիկա, խեղճ Ալան Ռիկման։ Հա, այդպես, նու բոլորս գիտենք, հա, ֆիլմը պատման է մասին, շուտ բաշնյա է, այդ Նակատոմի Տաուերը, այդտեղ հայտնվում են այդ տերորիստները, փակում են ու կակրաս հենց այդ հարցը, որ այդ ամանոր ձմեռվա setting է, եթե չեմ սխալվում, հենց ամանոր է այդտեղ, հենց Christmas-ը, հենց դրամար է ինքը, տիպը Christmas-ի ֆիլմա, թե չէ, իդեպ, նոր դու նշեցիր Home Alone-ի դերասան Մակալեյ Կալկինը, նշել է, որ ինքը Die Hard-ը չի համարում նոր տարվա ֆիլմ։ Դե, որովհետև գլուխ չի հանում ֆիլմերից, երևի թույլ ֆիլմ է համարում Die Hard-ը։ Այո, լավ ասիր։ Այդպես, հա, նու ես սիրում եմ իրանց դնել, ֆոնին սիրուն նայել, կրակոցներով բանով, Բրյուս Ուիլիսի խնդալու բայ, որ ոտաբոբիկ գնում է, հա, ոտա։ Քեզ թվում է Բրյուս Ուիլիսը հեսա բաղնիկից դուրս է գալու գնակու։ Հա, ու դե դրամա կա, որ այդ ընկերու հետ խնդիր կա, այդ խնդիրը անընդհատ սա հետագա ֆիլմերում էլ է պատտվում։ Կարծեմ դա դաժե առաջինում է ընկերուն, հետո կինն է դառնում, թե հենց սկզբից կամ կարող է սկզբից էլ կիների չէ, հա, այդքան ջահել չեն, բան, предмет любви, այդպես ասենք, հա, սիրո օբյեկտ, սիրո, չէ, շատ վատ են կկտրենք, չեն կտրի։ Ես անցնեմ առաջ, միգուցե, մեր հաղորդումների ժամանակ ինձ թվում է մի երկու անգամ խոսացել եմ այս ֆիլմերի մասին։ Իմ մոտ երկրորդ կետում կրկին երկու ֆիլմ են, բայց սա վերջինն է, որ երկու ֆիլմ են։ Այս անգամ ես ոնց ասեմ, անցած տարի թե 2 տարի առաջ զգացի, որ նոր տարուն էս Christmas holidays-ին տենց են ասում, այս շրջանում թե տենց չեն ասում։ Նե Հայաստանում տենց են ասում։ Մենք հայերս ասում ենք Christmas holidays։ Հենց մեր հարևանն էլ ասում։ Այս ժամանակաշրջանում ես շատ եմ սիրում նայել Ռոբերտ Զեմեկիսի երկու ձմեռային անիմացիաները, մեկը Polar Express-ը, Polar Express 2004 թվականի Tom Hanks-ի գլխավոր դերակատարմամբ ու Christmas Carol-ը Jim Carrey-ի գլխավոր դերակատարմամբ, ինձ թվում է շատերը գիտեն այս մուլտֆիլմերի մասին, բայց ասեմ Բևերային Express տենց ճեպընթաց, Բևերային ճեպընթաց։ Այստեղ խոսքը գնում է մի խումբ երեխաների մասին ու մի գլխավոր կերպարի մասին, ովքեր այդ ճեպընթացով գնում են դեպի հյուսիսային Բևեր, որ հանդիպեն Սանտա Կլաուսին ու այնտեղ արկածներ, նոր ընկերներ, բացահայտումներ եւ այլն, չարաճճի երեխեք են ինչ որ եւ այլն, պետք է հասկանանք ով է։ Շատ հետաքրքիր մուլտֆիլմա, շատ հետաքրքիր կադրերով, ամեն ինչով այդ տաքությունը, ջերմությունը կա էլի այստեղ։ Նույն ձև էլ Christmas Carol-ը, այստեղ մի քիչ հակառակն է, շատ սառը Scrooge-ը, Ebenezer Scrooge-ը ինքը շատ sense դառը կորիզա ոնց են ասում դառը ինչ մի հատ տենց ուրիշ արդ է կրեպկի արեշիկ են ասում չէ դառը մի հատ բառ կա ինչքան գիտեմ որից ես սխալված եմ դառը եսի ինչա դառի մեկն է որ sense կյանքը չի սիրում շատ քծիբը այսպես ասած ու sense ֆիլմի ընթացքում լիք իրադարձություններ ա տեղի ունենում դե շատերը կարդացել են ամենայն հավանականությամբ Charles Dickens-ի ստեղծագործությունը ու ինքը այդ ընթացքում նրա սիրտը բացվում է եւ այլն եւ նա դառնում է ավելի բարի այս երկուսը ես կրկին իրար հետ եմ տալիս ձեզ այսպես ասած շատ նման են միմյանց ու շատ սիրուն անիմացիաներ։ Ու ինձ թվում է նույնիսկ հենց երեխաների հետ արժի, փոքր երեխաների
հետ նայել, որովհետև օրինակ այդ Ebenezer-ի պատմությունը անձամբ իմ համար մանկուց դե տարբեր ֆիլմեր են եղել, այս Christmas Carol-ն էլ ա եղել, принципе փոքր է, երբ դու այդ որ թիվ 2008 9 դե շատ փոքր չէ, բայց դեռ փոքր է համեմատաբար ու ասենք ինձ շատ է տպավորել, то есть ինքը հա ու այդ նմանատիպ ֆիլմերը իրոք թվում է թե ինչ որ դաստիարակչական էֆեկտ նույնիսկ ունեն իսկ Polar Express-ի վերաբերյալ ուզում եմ հետաքրքիր ֆակտ ասեի դու գիտես ինչա էֆեկտ Zlaveshi Dalin-ի կամ Uncanny Valley էֆեկտ այդ այնա երբ անիմացիան կամ նո այդ ռոբոտի մասին ավելի շուտ եղել բայց ասենք անիմացիան արդեն բավականին մոտ է մարդուն դեմքը բայց դեռ այնքան մոտ չի որ դու իրան նորմալ ընկալես ու քո մոտ sense ինչ որ բանը ատտարժենիա է սկսում առաջանալ էֆեկտ Zlaveshi Dalin-ը այո ու այդպիսի ինչի էսի հիշեցի, որովհետև Polar Express մուլտֆիլմը դե ինքը իրականում երկուսն էլ ընդորում բան են, այդ ոնց է կոչվում, motion capture են, ու հենց Effect Zlaveshi Dalin-ի մասին համարա բոլոր վիդեոռոլիկներում օրինակը հենց Polar Express-ն են վերում, որտեղ այդ միմիկան անհասկանալի կամ բան, ու այդ ինչա ինքը Zlaveshi, որովհետև այդ քո sense վախն է առաջացնում, то есть մարդու բանը չի առաջացնում էֆեկտը այդ, բայց արդեն չես հասկանում ինչը ստե մի հատ սիրունը դրա գրաֆիկ կա, այստե բան կդնեմ, էդիթինգի ժամանակ կդնենք Իմ մոտ այսքան այս պահին Okay, հաջորդ ֆիլմից անցնենք այդ դեպքում, էլի տենց միանշանակ ամանորյա կամ Christmas կամ նոր տարվա չի Ուղղակի սեթինգը sense շատ է երևի հուշում, որ նախատոնական տրամադրություն է եւ այլն ինքը, եթե ճիշտ եմ հիշում ֆիլմում որպես այդպեսին տենց նշում առանձնապես չկա, դե շուտվան շը մի տարիա չեմ նայ փաստորեն մոռացել եմ, բայց խոսքը գնում է Ghostbusters, մասնավորապես երկրորդ մասի մասին, որտեղ որ հենց այդտեղի սեթինգը իմ մոտ անձամբ առաջացնում է այդ նախատոնական կամ ամանորյա զգացողությունները ու sense հենց դեմի կադրից այսօր ասեցի նայեմ են էլ հիվանդոտ էի ձենից կարող ազգացիկ բան չէ բայց հենց դեմից Sigourney Weaver-ը տենց արդեն պալտոյով ինչ որ sense երեխու հետ կալածկով sense նայում ես ասենք այս հենց մեր Երևանի vibe-ն է գալի որ ձուն չկա մի քիչ sense թաց ամառախուղա հա որ ու տպարությունա որ հաստատ հեսա նոր տարի է լինելու ու principe դե սեթինգը ձմեռամ, այդպես, ու մասնապես Ghostbusters 2-ը դուրս բավականին գալիս է, ասեն հազվադեպ դեպքերից է, որտեղ որ սիկվելը իմ կարծիքով ոչ մի կերպ չի զիջում, օй, հա, սիկվել ճիշտ ասեցի, հա, սիկվելը ոչ մի կերպ չի զիջում պրիկվելին, կամ առաջին մասին, հա, ու ընդհանրապես Ghostbusters-ի վսիլենային խոսքը գնում է առաջին երկու ֆիլմի մասին, են Ախոտնիցի за привидениями չէ, այս Legacy-ները չեմ էլ նայել, որ Paul Radna ու Stranger Things-ի տղեն Բայց ինքը sense ջերմ, ուրախ, իր խնդիրներով, իր ամեն ինչով Sigourney Weaver-ը որի մեջ էր Կարծեմ երկուսում էլ կա Միտեղ հիշում եմ որ ինքը շատ Երկրորդում ինքը այն բանն է Զլաձեը ուզում է երեխու մեջ մտնի այդ երկրորդն հա Sigourney Weaver-ը եթե չեմ սխալվում երկուսում էլ կա հա Ինչ որ մեկի կինը չի իր օրիգինալ պերսոնաժը Այդ բանի Bill Murray-ի կինն է Հասկացա Կարծեմ երկրորդում է կինը դառնում չեմ տենց շատ մանրամասն չեմ հիշում բայց մի խոսքով եթե շուտվանից չեք նայել խորտ կտամ Ghostbusters 2-ը վերանայեք կարելի է նայեմ որովհետև ինձ թվում է առաջինները TV-ով եմ նայել ես իմ երբ ու բաներ չեմ ես եմ շուտվանից առաջինը այդպես եմ նայել մենք միասին չնայեցին Ghostbusters 1-ը Իստում է որ ճուժոյ բան ենք նայում պլանների մեջ կար բայց երևի չնայեցին եթե կա ինչ հա այդպես Անցնենք Խոսափողը փոխանցում եմ Այ հիմա արդեն մեկ ֆիլմով կգնամ Այս կետում ես խորհուրդ կտամ James Stewart-ի դուք հիմա կմտածեիք It's a Wonderful Life ֆիլմը, բայց չէ 1950 թվականի Հենրի Կոստերի նկարահանած Harvey ֆիլմը Ինքը շատ էլի նոր տարվա այս ամեն ինչի հետ կապված ինքը կապված չի նոր տարվա հետ բայց շատ հաճելի կլինի նայել այս ժամանակաշրջանում ինչ որ ընտանիքի անդամների հետ եւ այլ այդ տաքուկ այդ ջերմ իրավիճակում Ջեյմս Ստյուարտի մասնակցությամբ Harvey ֆիլմը պատմում է մի ոչ ստանդարտ մարդու մասին մանկամիտ տոլի չգիտեմ ինչ եւ այլն ով ունի ինչ որ անտեսանելի ընկեր որը մեծ ճագար է բայց չի երևում ու ինքը միշտ շփվում է իր հետ ու իր անունը Harvey է
ու ինքը միշտ ամենտեղ գնում է իրան ներկայացնում ծանոթացնում է մարդկանց հետ, բայց տեսանել չի ու այն դեպքն է, որ արդեն նրա շրջապատն ու նրա ծանոթները արդեն ընկալում են Խարվի ներկայությունը, համաձայնվում են ու սկսում են եւ այլն։ Ինքն ասում է, որ Խարվին պուկա է, իսկ այդ պուկան ինչ որ կելտական առասպելից եկած ինչ որ պերսոնաժ է, որ տարբեր տեսքեր կարող ընդունի, տարբեր ձև կարող խոսա եւ այլն եւ այլն։ Իսկ վախենալու է։ Ինքը այստեղ ստվեր է միայն ֆիլմում, ինքը ես չեմ էլ հիշում, նայել եմ մոտավոր մի 10 տարի առաջ երևի, ինքը իմ հիշելով չի, ինքը ուղղակի ինչ որ sense ստվեր է մեծ ականջներով, տենց եմ ես իրան հիշում։ Մի խոսքով շատ հետաքրքիր ֆիլմ է, շատ հետաքրքիր մարդու մասին, շատ բարի մարդու մասին, ով երեխաների հետ երեխա է, մեծերի հետ երեխայական կամ իրաձևով եւ այլն, խորհուրդ կտամ ես նայել, չեք փոշմանի հատկապես երեխաների հետ նայելու ժամանակ։ Հա, իսկ այդ ֆիլմը ինչ որ ուժասի ասպեկտներ ունի, որտեղ պուկաբը։ Հա, ուղղակի sense ինքը ֆեմիլի ֆիլմ է։ Այդ խորհոր բան, դες բան ընդհանրապես չկա, մենակ Ջեյմս Ստյուարտի դեմքը տենակ արդեն կհասկանաք, որ տենց բան չկա այստեղ։ Հասկացա։ Բայց կարելի է այդ սյուժե ուրեմն խորհուրդ նկարել։ Պուկան մի հատ կարդալ, պուկան կարդալ ինչ է։ Դոնի Դարկոն երևի տեից են վերցրել այդ նապաստակին ճագարի։ Դոնի Դարկոն տենց է չհասկացա այդ ֆիլմը։ Լավ, մի անգամ էլ է պետք նայել։ Այո։ Լավ, քանի որ դա ասիր It's a Wonderful Life, էլի ասեմ որ it's not a wonderful Yet ասում են It's a Wonderful Life-ը դա որպեսի Ետ սովետական երկրներում ապրող մարդիկ հասկանան, դա ամերիկացիների համար նույնն է, ինչ որ այս տարածաշրջանում Իռոնիա Սուդբի Իլիս Լոխկին պարում, որը որ իմ հաջորդ ֆիլմն է, ցուցակում, որը որ դե բախտի բերմամբ թե պատահմամբ, բայց ամեն տարի բոլոր ալիքներով միշտ ցույց էին տալիս տելևիզորով, հայկական ալիքներով, ռուսական ալիքներով, ու սենց հավեսին նայվող թեթև ֆիլմ է, այդ լրիվ միացնես սալատ կտրտելու, այդ տենց իսկական։ Ասեմ որ ես այս տարի արդեն նայել եմ։ Արդեն նայել չեմ նայել։ Ես դեռ չեմ նայել, բայց ինքը սենց հաճելի էլի մոռանում ենք սիկվելների մասին, որ վերջերս նկարել են Զիբիլանոցները, բայց ինքը sense հաճելի նայվող հետաքրքիր ֆիլմ է, ինչ որ զավեշ տալի սիտուացիայի մասին ու այստեղ այդ որ ֆիլմը սկսում է в каждом городе есть вечерёмушки, улицы строителей եւ այլն, ես շատ մեծ տարիքում հասկացա որ շինարարների փողոցը, չերոմուշկա կոչվածը, այդ սա մեր մոտ էլ կա ու նույնիսկ մեր շինարարների կողմը Լենինգրադյան փողոցն է նախքին, որը հիմա Քրքորյանը, իհարկե բայց այդ Լենինգրադյան ֆիլմն էլ Լենինգրադյան փողոցն էլ հենց կապ ունի Իռոնիա Սուդբի հետ, որտեղ Լենինգրադ է, գիտես պատկերացրել։ Երևան չի թռեք։ Երևանյան փողոց կլինի։ Ու այստեղ ես ուզում եմ սենց հայերեն ասած գյոզերով մի ֆիլմ էլ մտցնեմ, որը էլ ինքը իրանով եւ այդքան։ Իմ նման ես անում, հա։ Հա, այդքան էլ ամանորյա չի, ուղղակի իմ մոտ էլի ասոցացվում է այս տոների ժանակ հերթական կոմեդիան նայելու, դա եւս մեկ Ռիզանովի ֆիլմ է, եթե չեմ սխալվում, երկուսն է Ռիզանովն է, Служебный роман։ Հա։ Իռոնիա Սուդբին էլ է Ռիզանովը, չէ։ Служебный роман-ը, որը եւս, հա, տենց հետաքրքիր կոմեդիա է, որը զարմանալիորեն վերջերս եմ վերանել, տելևիզորով գնում էր, ինչ որ մամաներն է, պապաներն է, հա։ Չէ, հենց այս վերջերս ես էլի YouTube-ով էտել եմ նայել, որովհետեւ ես գիտես, sense տունն ենք եւ այլն։ Սենց ասեմ, ֆիլմը շատ լավ ամանորյա սենց վայբ է տալիս, բայց միևնույն ժամանակ մի տեսակ տխուր բան կա։ Служебный роман է, թե։ Служебный роман է, որ քաղաքն է ցույց տալիս, բայց մռայլ չէ, հա։ Ինչ որ մարդ են ման գալիս եւ այլն, սենց տխրեցնող ֆիլմ է, սենց ասեմ։ Ավարտին հետաքրքիր զավեշտալի ու լավ է գնում ամեն ինչ շատ ծիծաղալի։ Իդեպ սցենարը շատ լավ է գրած, տեքստերն է շատ լավ, ինչ նախադասություններ են ասում շատ հետաքրքիր։ Ու փոխկապակցվածությունները, սյուժեները, որ քննարկում ենք, որ ես սիրում եմ, Ռիզանովը ինքը իր այն բանը ժիստոկի ռոմանսը, որ հիշում ենք ինչ ձևի ֆիլմ է, շատ ուժեղ ռեժիսոր է։ Մի խոսքով, մի քիչ sense թախից մտցնում է այս ֆիլմը, բայց շատ հրաշալի։ Դե իրականում ցանկացած լավ կոմեդիա, իմ կարծիքով, պիտի մեջը այդ էլեմենտը քեզ մտքեր առաջացնելու մեկը ունենա, то есть այդ դրամայի էֆեկտը։ Ինչ որ ես ասի Խարվի, այնտեղ էլ կա այդ պահը, որ խի էս մարդը sense օրինակ, էլի։ Հա, այսինքն միշտ այդ ինձ թվում է այդ լավ կինո է, то есть այդ հասարակ կոմեդիան Կրիվլյանյայով սարքում է ինչ որ ֆիլմ, որը որ ֆիլմ է, ուղղակի քեզ պատմությունը փորձում են ավելի թեթև տոներում ներկայացնել։ Մի խոսքով Իռոնիա Սուդբի Իլիս Լոխկին պարում կամ Служебный роман, ինձ թվում է ունենակ ժամանակ չունենակ տեսնելու եք այդ ֆիլմը, թեկուզ ինչ որ հատված այս տոներին իրանցից համարը անհնար է խուսափել։
Իսկ հիմա ես կասեմ կպատմեմ մի ֆիլմի մասին, որը այդ թախից բան, որ ասում ենք, այդ ընդհանրապես չկա այստեղ, ինքը սենց կարելի ասել սպլաշնոյ կոմեդիա է։ Խոսքը գնում է 1938 թվականի Bringing Up Baby, մեծացնելով baby-ին, դաստիարակելով, չգիտեմ հայերեն ոնց ասենք, ֆիլմի մասին, իսկ դուք կմտածեք, թե baby-նով է այստեղ։ Իսկ baby-ն այստեղ ոչ ավել ոչ պակաս լեոպարդ է, հայերեն ընձառյուծ երևի։ Ֆիլմում գլխավոր դերում խաղում են այնպիսի մարդկանց անուններ եմ տալու, որ Քեթրին Հեփբըրն Որ չգիտեք։ Չէ, գիտենք։ Քեթրին Հեփբըրն, Կերի Գրանտ, Դաժե ես գիտեի։ Էնպես է ստացվում, որ Քեթրին Հեփբըրնի եղբայրը իրան ինչ որ լեոպարդա baby է ուղարկում, որ ինքը ինչ որ նայի եւ այլն, ինքը դրեսիրովնի է, եւ պետք է իրան ուղակի ինչ որ մի ժամանակ պահի, թե ինչ անի, ու իրանք չգիտեն այդ մասին, Կերի Գրանտին էլ այդ ժամանակ ինչ որ գործի առումով պետք է լինում, որ ուշադրությունը գրավի Քեթրին Հեփբըրնի, գալիս է նրա մոտ ու բախտի բերմամբ, թե չգիտեմ ոնց, պատահմամբ այս երկուսով սկսում են զբաղվել այս ընձառյուծով, հետո հետագայում հիշում եմ ունեցալինը, որ էսի փախնում է այս ընձառյուծը, իրան գնում են կրկես, այնտեղից սխալման բաց են թողում իսկական կատաղած ընձառյուծի, ոչ թե սրան, այս սրան փակած շատ ծիծաղալու ֆիլմ է, այսպես ասած, Պալասատեր է էսել։ հստակ երևում է Քեթրին Հեփբըրնի եւ դրամատիկ եւ ահավոր ծիծաղալու կերպար խաղալը, դե Կերի Գրանտը ավելի շատ իրան այդ տեսակի գիտենք, չհաշված Քիչկոկի մի քանի ֆիլմը, չնայած ընդեղել է ինքը ծիծաղալը։ Մի խոսքով, այս ֆիլմը նայեք, շատ չգնաք նրան, որ ինքը 4/3-ի վրա է, սև ու սպիտակ է եւ այլն, ինքը շատ ծիծաղալու է, նոր տարվա օրերին տրամադրությունը խիստ բարձրացնող, շատ որակյալ, իդեպ շատ որակյալ ուժեղ ֆիլմ է։ Ռեժիսորն էլ Հովարդ Հոքսը, հոլիվուդյան են մետրներից մեկը։ 2 մետր։ 2 մետրներից մեկը։ Ինձ թվում է այն ժամանակ հիշում ես, մի 2 տարի առաջ Պալասատեր էսը միացրեցինք, վերջում երկուսը Հա, քնեցինք։ դե չէ։ Կոդը ինձ թվում է դրա տեղ էսի պիտի Այնտեղ վագրա։ Դե վագրա այստեղ լիապար։ Այդտենց չեմ ասի, չի ասում, այդպես վատներ, բայց դե Հա, դե ուղղակի Հա, ձգվեց ինձ այո, թվում է։ այո։ Իմ հաջորդ ֆիլմը շատերի կողմից անվանում է Anti-Christmas movie, որովհետև ինքը գողության, հարբեցողության մասին է։ Որն է։ Ու այդ ֆիլմում խաղում է Անջելինա Ջոլիի նախկին ամուսին Բիլի Բոբ Թորնտոնը, հասկացա։ խոսքը գնում է Bad Santa ֆիլմի մասին, որտեղ որ ֆիլմը պատմում է երկու ընկերների մասին, ովքեր դե ամեն տարի գողություն են անում մոլերում, ճիշտ եմ չէ՞ հիշում մոլերում էր հենց։ Նու մի խոսքով մոլորվածները։ Կներեք, կարակ մոլորվածներն են նայեք, ամանորին չեմ նայել, խոր չեմ տալի, որ քանի որ մոլորվածը, հա։ Միոկիա, հա։ Հա, չէ, քանի որ չեմ նայել, չեմ կարող խորհուրդ տալ, բայց Bad Santa-ն ֆիլմ պատման նրա մասին, որ երկու ընկերներ ոնց են տարեց տարի մեկը Սանտայի էլֆա, մյուսը Սանտանա, տարեց տարի գողություն են անում տարբեր մոլերում, նրանով որ այդ էլֆը ինչ որտեղ թաքնվում է, սիգնալիզացիան անջատում է, ու այս Սանտան սկսում է արդեն իրանք միասին ինչ որտեղ մտնում են, սկսում են այդ գողությունները անել, կոնկրետ ֆիլմը պատման նրա մասին, թե ոնց ինչ որ պատճառով իրանց մոտ չի ստացվում, կակրաս այդ Սանտան սկսում է հարբեն խմել ուժեղ, խմած գալիս է, ու այդ իրանց գողությունն ու թալնը այդքան լավ չի ստացվում։ Ինձ թվում է բավականին լավ կոմեդիա է, իր ցենց ոնց ասեմ dark դրսևորումներով, հա, բայց էլի նոր տարվա vibe տալիս է, ճիշտ է ինքը մի քիչ ավելի մեծ տարիքի համար նայելու ֆիլմ է երևի, բայց չգիտեմ dark ցինիկ, հա, ինչ որ չափով ֆիլմ է։ Դե եթե Սանտան բեդա, ուրեմն ինձ թվում է միայն ցինիկ կարա լինի, հա։ Բայց ինչպես ասացի, օրինակ նոր տարվան բավականին ես խնդում եմ նմանատիպ նու կոնկրետ այս ֆիլմը նայելուց, նայած որ եթե հետաքրքիր է ու չեք նայել, կամ եթե նայել եք վերանայեք, կամ եթե չեք նայել, գնացեք ու նայեք այդ ֆիլմը։ Գնացեք եւ նայեք, ինչպես ասում ենք, լիքը մեր հաղորդումներում գնացեք եւ նայեք։ Դե ունենք նմանատիպ ցուցակ, ինձ թվում է տակը կգրենք կամ կոմենտներում մենք իսկ կգրենք այդ ցուցակը։ Եթե հետաքրքիր է կարող եք նայել, ինձ թվում է որոշակի ջերմություն բոլորին այս ֆիլմերը կհաղորդեն։ Անցնենք մեր երկրորդ սեգմենտին այսօրվա։ Չգիտեմ, անունը սենց դնենք տարվա ամփոփում, բայց մի քիչ աստերիսկով, ինչպես ասում են, նրբություններով։ Քննարկելու ենք այս տարվա ֆիլմերը, բայց նախապես եւի ասենք, որ չենք քննարկելու, չգիտեմ, Sinners, One Battle After Another, որովհետեւ մեռանք քննարկելով, իսկ քննարկելու ենք
Քննարկելու ենք միանգամից ֆիլմ ասեմ, թե ինչ։ Չէ, սա ինչ ֆիլմեր ես ուզում բարձրացնել։ Ինչ-որ ֆիլմեր այս տարի դուրս եկած, որոնք նու համենայն դեպս այս պահին շատ չեն քննարկվում, շատ ուշադրության կենտրոնում չեն, ինչ որ մի թեթև մոռացվել են, բայց իրենք շատ հետաքրքիր ֆիլմեր են ու ինչի չենք հիշեցնում ձեզ One-Better եւ այլն, որովհետեւ գիտենք, որ հեսա Օսկարն է, Golden Globe-ն է, բոլորը կնայեն, կիմանան, ոնց է նորություններով նույնիսկ կիմանան ինչա տեղի ունեցել ու կնայեն եւ այլն։ Խոսենք այլ հինգական, տենց ասենք, թե տեսնենք ինչքան կլինի։ Հա, ոնց կստացվի, ֆիլմերի մասին հերթականությամբ սիրուն անցնեմ ես առաջինին։ Հա, ես չունեմ տենց առանձնապես ֆիլմեր, որոնք որ One-Battle-ը չեն, նենց որ դու ասա ու խոսանք։ Առաջին ես կցանկանայի խոսալ Մակաբույծների ռեժիսոր Բոնգ Ջուն-հոյի տենց դե Բոնգա, չգիտենք, Միկի 17 ֆիլմի մասին, Ռոբերտ Պատինսոնի գլխավոր դերակատարմամբ, որ ֆիլմը դուրս եկավ մարտի 7-ին, տարվա սկզբին, շատ մեծ աժիոտաժ էր առաջացել, շատ հետաքրքիր, սենց շեդևրալ չէր թվում թե իր շատ ֆիլմերի նման, բայց հետաքրքիրն էր, որ շատ տարօրինակ այլ բաներ մտածել այս անգամ, ինքը ինչքան հիշում եմ, թե ռիմեյք էր, թե ինչ որ գրքի բաներ, հստակ չեմ հիշում, բայց ինչ որ մի նման մի բան կար, հիշում եմ։ Ինչ որ ուրիշ սորս ուներ, հա։ Բան կար, հա։ Ռոբերտ Պատինսոնը խաղում է մի պերսոնաժի, ով գնում է միանում է իր ընկերոջ հետ ինչ-որ կոսմոս եզեր գնացող նավի, որոնք ինչ-որ ուսումնասիրություններ են անում տարբեր տեղերում ու տենց սառույցից պատված մի հատ ինչ-որ մոլորակ ուսումնասիրելու են գնում, որտեղ ինքը իրենից ստեղծում են ռասխոտնի մատերիալ, այսպես ասած, expendable, ու գնում այնտեղ, ինքը ինչ-որ տեղեր է գնում, մահանում է, վերադառնում է իր այդ բանականությունով էլի են նորը սարքում, նույն Իրանից սարքում են, մինչև 17-րդ Միկիին են սարքում, որը էլի գնում այդ մոլորակ ուսումնասիրելու, բոլորին թվում է թե ինքը մահացել է, բայց այստեղ կարևոր է նշել, որ այդ նոր կլոնին ստեղծում են, երբ նախորդը մահանում է։ Այսինքն նախորդը մահացավ, նոր կլոն է ստեղծում։ Ստացվում է այնպես, որ ինքը գնում է այդ մոլորակ ուսումնասիրելու, բոլորին թվում է թե մահացավ, ստեղծում են նորին, բայց այնպես է ստացվում, որ այդ մոլորակի բնակիչները, այդ շատ տարօրինակ կենդանիները բարի են, իրան փրկում են ու ինքը հետ է գալիս ու հանդիպում է Միկի 18-ին։ Ու այստեղ արդեն շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, ֆիլմում կա շատ ծիծաղալի Մարկ Ռուֆալո, էպիկ կերպար, Տոնի Կոլետ էլ կա էլի ծիծաղալու։ Մի խոսքով նայեք այս ֆիլմը, հենց էս ինքը էլի ձմեռային, սենց սառը ֆիլմ է, հետաքրքիր է, ծիծաղալու է, կուրախացնի։ Հա, տարվա սկզբում էր, չէ՞ դուս եկել, հա, դրա համար էլ գուցե հիմա տենց էլ Բերլինի փառատոնում ցույց տվեցին իմիշելով։ Բայց շատ լավ ֆիլմ էր, հա, իմ դուրն էլ եկեց, թվում է կինոթատրոնում եմ նույնիսկ նայել, եթե չեմ սխալ։ Իսկ հիմա Ժենյա Սիրոգյանց հետ եմ նայել։ Ես էլ եմ կինոթատրոնում նայել, բայց իրար հետ չենք նայել։ Չէ, իրար հետ չենք նայել, շատ լավ ֆիլմ էր Միկի 17-ը։ Այսինքն տենց լրիվ նայվող կինո էր, բայց ես գիտես ինչ մտածեցի, ես մի հատ ուրիշ ցուցակ ունեմ։ Ահա։ Որը որ իմ համար զարմանալիորեն հաճելի ֆիլմերն էին։ Արի սենց անենք, դու քո ֆորմատով, ես իմ ֆորմատով, որովհետև իմ մոտ այս ֆորմատում Միկի 17-ը կա, որը իմ համար այս տարվա հաճելի, զարմանալի զարմացնող ֆիլմերից է։ Վիջելի հարց չես ասում, կարող ենք համաձայնվել եւ Այդ դեպքում կասեմ իմ հաջորդ ֆիլմը, որը զարմացրեց, հիմա կզարմանաս, որ այս ֆիլմը ինձ զարմացրեց։ Ֆիլմը նոր է, ֆիլմը Netflix-ա, ֆիլմը երրորդ մաս է, խոսքը գնում է Wake Up Dead Man-ի մասին, որը որ Glass Onion-ը, երկրորդ մասը այդ Knives Out-ի, ոնց ասեմ, անգլենկա little to nothing դուրս եկել, այսինքն ընդհանրապես գրեթե դուրս չէր եկել, ուղղակի լավ դերասաններ էին, լավ բաներ էին, իսկ Wake Up Dead Man-ը տենց առանձնապես առանց ակնկալիքների եմ մոտեցել այդ ֆիլմին, բայց սենց այն որ սաղ կետերով դուրս եկավ, Դենիել Կրեյգը հիասքանչեր դերասանական կազմը դրան էի ուզում հասնել, Դենիել Կրեյգը հիասքանչեր դերասանական կազմը հիասքանչեր սյուժեն շատ լավն էր, այն որ իրոք էստեղի դետեկտիվում չես կարողam crack հանես թե ինչա տեղի ունեցել ու Ջոշ Օկոնորը, վայ մամաջան, ամեն կադր որ իրան ցույց էին տալի, ասում է, էս ինչ լավ տղա է, էս ինչ լավ է խաղում, հուսանք ինքը կունենա նաև լավ
ապագա ինքը կարծեմ Crown-ում է խաղացել ապագայել ունի ներկայել ունի դե ներկան ես իրան առաջին անգամ էի տեսնում էկրանին դե բարձա որ շատ այս տարվա Mastermind ֆիլմը կա չեմ տեսել տես իսկ հենց հայտնվի բլոկբասթերներում ես կտեսնեմ Okay բայց մի խոսքով առաջի ֆիլմը որը իմ համար sense հաճելի սուրպրիզ էր դա Wake Up Dead Man-ն էր այդ մասով ես ասեմ իմ համար սուրպրիզ չէր որովհետև ես հենց այսպես էլ սպասում էի որ լավը կլինի եւ այլն իդեպ Գլասոնյանը որ դու ասում ես նրա սցենարը Օսկարին նոմինանտ էր հետաքրքիր ասում ես շատ էի սրանն էլ տալու են թե չէ պետքա որ տան սրա իմ համար սրա սցենարը շատ ավելի իրավիճակն է շատ ավելի հետաքրքիր քան Գլասոնյանը ուղղակի մի էսպիսի բան կա այս տարի շատ ուժեղ է Այս տարի մրցակցությունն էլ է շատ ուժեղ, դրսի ֆիլմերն են շատ ուժեղ ոչ անգլերենները, որոնք թվում է թե սցենարում բոլորը ստանալու են նոմինացիա։ Բայց ինձ թվում է այս նոր տարվա օրերին Wake Up Dead Man-ը միանշանակ շատ հանգիստ նայվող ֆիլմ է։ Նենց որ ու Netflix-ը, այսինքն եթե ունեք Netflix, եթե չէ կան հնարավորություններ։ Լավն էր, չէ՞։ Անսպասելի էր։ Ես անցնեմ առաջ, ասեմ էլի այն ֆիլմերից խոսամ, որ ես տարվա ընթացքում մեծ հաճույքով եմ նայել այս ֆիլմը, մեծ հաճույքով։ Խոսքը Լեն Վայսմանի, շատ անհայտ ինչ որ անկապ մարդու մասին ասի, նրա տեղը պետքա լիներ Ջոն Ստախելսկին, երևի տենց էր ազգանունը նախորդի Ջոն Ուիկի ռեժիսորը ինքն էր, Բալերինա ֆիլմի մասին, որը ինձ բավականին գրավեց, դե թվում է թե այստեղ առաջին մեծ գրավականը դա Չադ Ստախելսկի։ Շատ կարևոր այստեղ Աննա դե Արմասի ներկայությունը, բայց չէ, ուրիշ ձև ասեմ, ֆիլմը շատ լավն էր իմ համար, ճիշտ է ինքը չէր դասվի այն ֆիլմերի շարքին, որոնց մասին արդեն քանի անգամ խոսացել ենք, քանիցս զրուցել ենք։ Բա, այստեղ կարելի է ասել մարդկանց, որ մենք միջև մեր առաջին վիպուսկը YouTube գցել է, լիքը սևագրեր ունեինք, որոնցից մեկը այս բալերինայի քննարկումն էր։ Այստեղ Աննա դե Արմասը ինքը փոքրամարմին փոքր պուճուր աղջիկա չէ, բայց ինքը շատ հետաքրքիր էր այս բալերինայի դերում, որը մոտավորապես նույն Ջոն Ուիկի պերսոնաժն է, այն նախորդ ֆիլմերից երևի կհիշեն նայողները, որ այնտեղ մի պահ կա, երբ որ ինքը մտնում է այդ բալետի սրահում, այնտեղ ինչ որ պարուհի է ապարում, այդ պարուհին է ինքը։ Ու պարզվում է իր հորը սպանել են ինչ որ նիտո դեմքեր, ինչ որ ցուրտ քաղաքից, ու ինքը հենց այդ էլի ձմեռվա պահով ասեմ, գնում է այդ ցուրտ քաղաքը վրեժ լուծելու եւ այլն, հանդիպում է Ջոն Ուիկին, կռվում է նրա դեմ, դե մնացած բաները չասեմ, էլի շատ հաճելի sense ընթացքը լավ գնացող ֆիլմ է, ճիշտ է բազմաթիվ թերություններով բաներով, բայց կարծում եմ նոր տարվա այս տոներին թերություններ գնահատելու համար, թերություններ գտնելու համար մարդիկ չեն հավաքվի։ Դե իրականում իմ համար բալերինայի երևի միակ նայելու պատճառը Աննա դե Արմասն էր։ Երկրորդ պլյուսը մի հատ սպոյլեր կա այստեղ, նենց որ կարաք մի 20 վայրկյան առաջ բրտեք կամ մի րոպե, հա, սպոյլեր բալերինա։ Երկրորդ պլյուսը իմ համար այն էր, որ Ջոն Ուիկն է ուղղակի հայտնվում ինչ-որ պահի, բայց իրոք թեթև նայվող ֆիլմ, հանգիստ կարող եք նայել, շատ առանց իմ կարծիքով առանց որևէ ակնկալիքներ ուղղակի միացնել օրինակ Ջոն Ուիկից հիմա արդեն իսկ թվում ակնկալիքներ ունենք եւ որ ուզում ես նստես նայես ու այդ engage լինես հետո ասում ես ինչ ալներ engage լինես այդ անընդհատ action-ի մեջ իսկ հիմա բալերինայում այդ ֆակտորը քչացրած էր շատ էր բայց քչացած էր փորձել սյուժե բերեն ինձ թվում է պետք չէ Սիլենայի իմաստերն է որ դու նստես 2 ժամ ծես կրտուկ նայես գնաս տուն տփոցի հա տփոցի Լավ, հիմա սառը տեղերից անցնենք շատ տաք տեղ։ Իմ համար եւս մեկ բացահայտում, այս անգամ Apple TV, եթե ճիշտ եմ հիշում, խոսքը Lost Bus ֆիլմի մասին է, որ Apple TV էր, չէ՞։ Որի քննարկումը մենք ունենք ավելի մանրամասն կարող եք գնալ գտնել նայել, բայց իմ համար ինչ որ բացահայտում էր, որովհետև այդ ֆիլմի մասին առաջին անգամ լսեցի եւ Մարտինը ասեց արի այս ֆիլմը քննարկենք, որովհետև Netflix-ի ամենահայտնի ֆիլմերից մեկն է, առաջինն էր թե երկրորդն էր թե ինչա։ Երբ Մարտինը ասեց արի էսի նայենք, ասեցի արի նայենք ու իրոք sense գրավիչ, ընկղմող սյուժեով, հետաքրքիր դրամա է, որը որ քեզ միջև վերջին վայրկյանը պահում է էկրանի մոտ, գուցե
թե ինքը ամանորյա նայելու չի, բայց դե մենք արդեն ամանորի մեջ չենք 25 թվականի wrap-up-ն է ու այս իմ համար տարվա բացահայտումներից մեկն էր։ Չնայած ոչ մի նոմինացիա Golden Globe կամ բան չի ստացել, բայց ես վիզուալ էֆեկտները վիզուալ էֆեկտ այլ մակոնը ինձ պրինցիպ պրոստա էլի կոնկուրենցիան այս տարի շատ ուժ է, տեղ չկա, հա։ Տեղ չկա ուղղակի, հա։ Բայց հա, Lost Bus, հա, բացերեն ավտոբուս, թե չեմ հիշում, մի խոսքով հրդեհների մասին ֆիլմ է, որտեղ որ վարորդը փրկում է դպրոցի երեխաներին։ Այստեղ կարևորը հարցը կայանում է նրան, որ ունի շատ ուժեղ ռեժիսոր, ինչքան հիշում եմ Պոլ Գրինգրասն է, չէ։ Կարող է, հա, չեմ հիշում։ Պոլ Խագիսը չի, չէ, ես այդ երկու ռեժիսորին միշտ խառնում եմ իրար։ Bus Director։ Շատ հետաքրքիր ֆիլմ է, որտեղ խաղում են Գրինգրաս, ինքը Օսկարի նոմինանտ ռեժիսոր է, տենց Բորների նկարած ռեժիսորն է, մի խոսքով շատ լավ դեմք է, ու այս ֆիլմի գլխավոր հետաքրքիր ֆակտերից մեկն է, որ այստեղ խաղում են Մակկոնախի ընտանիքի 3 generation, նրա տղան, նրա մայրը եւ ինքը, մի խոսքով գնացեք եւ նայեք, մի քիչ կտանջվեք ընթացքում, բայց էլի հաճելի ֆիլմ է թվում այս օրերի համար։ Ես անցնեմ անիմացիայի, որը անիմացիայի պատկերացնում է դու անիմացիա այո հունիսի 6-ին դուրս եկած Դեն Տրախտենբերգի Predator Killer of Killers սպանողների սպանողը խիշնիկ այսպես ասած հայերեն ասած խիշնիկ շատ հետաքրքիր ձև է տված այս մուլտֆիլմին այստեղ այս գիշատիչները իրանք որոշում են որ չեմ հիշում որոշում են թե հենց հաստատվում որ պետքա մարդկության պատմության բոլոր ուժեղագույն կռվողներին warrior-ներին հավաքեն ու ինչ որ բան հասկանան կռվեն նրանց հետ եւ այլն այստեղ նրանք վերցնում են 9-րդ դարից վիկինգների առաջատար Ուրսա էր անուն ինչ կան հիշում եմ այդ կնոջը 17-րդ դարից ճապոնացի նինդզյայի են վերցնում Կիոշի էր թե ինչ էր կարևոր չի եւ երկրորդ աշխարհամարտից ամերիկացի այդ բան ինքնաթիռների այդ կոնստրուկտորի թե մեխանիկի իրան են այդ երեքին տարբեր ժամանակներից հավաքում են իրար մոտ վերջից նրանք հասկանում են որ պետքա փախնել այս գիշատիչների մոտից եւ այլն արդյունքում այդքան դժվար այդքան հեշտ չի լինում այդ ամեն ինչը որովհետև նրանք լեզվական խնդիր ունեն չեն հասկանում եւ ժամանակային մեծ խնդիր կա նրանց մեջ տարբեր աշխարհներ ա նրանց մոտ եւ այլն շատ հետաքրքիր է ես շատ բարձր եմ գնահատել այս մուլտֆիլմը իրականում ինձ դուր եկել խորհուրդ կտամ նայել այս օրերին շատ սիրուն անիմացիա է իդեպ ճիշտ եմ հիշում որ Spider-Man-ի ես տենց ինչ որ բան հիշում եմ հայ վերջերս նայում եմ research արեցի արդեն չեմ հիշում բայց ոնց որ այդ Into the Spider-Verse որ կա Sony Spider-Man-ը այդ 30 FPS որտեղ սա էլ է կարծեմ 30 FPS-ով շատ սիրուն անիմացիա է մեծ հաճույք կստանաք սյուժեն էլ է հետաքրքիր ճիշտ է մի քիչ սպոյլերներ արեցինք բայց արդյունքները եւ այնտեղ շատ ավելի այլ բաներ կան այնպես որ տնեցիկով հավաքվեք նայեք նույն թամպես լավ տարեր Predator-ի համար Badlands-ն էլ էր բաղ ինձ թվում է կարելի է ցուցակների մեջ ընդգրկել բայց հետաքրքիր է որ երկու որ տարի էր երկու Predator եղել դե ինձ թվում է արդեն все-таки լավ reboot եղավ այս ֆրանշիզան Prey-ը լավ feedback էր ստացավ Badlands-ը լավ feedback էր ստացավ Killer of Killers-ը լավ feedback էր ստացավ Elfanning-ը ուղղակի անդկարագրելի է նենց որ սպասենք ֆրանշիզայի զարգացմանը ինձ թվում է ինքը բավականին լավ ֆրանշիզա է որը որ Alien-ի հետ խառնեցին Всё. Եթե չէ, Badlands-ում հետ նայելուց հետո չես հիշում, որ ասել, ուրեմն Predator Badlands-ում եթե ուշադիր լինեք, այնտեղ Յուտանի չեմ հիշում ինչ կամպանիա է այդ ռոբոտների ստեղծողը, իսկ Յուտանի, չգիտեմ ես ինչ կամպանիան Nostromo-ի կոնստրուկտոր կամպանիան է, այսինքն այս ֆիլմով ընդհանրապես վերջնականապես Alien-ը Predator-ը մի ֆիլմ է Alien versus AVP-ները որ կային այդ տենց վատ ֆիլմեր չեն նկարի Դե առաջի AVP-ն նաև էր լավ այդ որ դու հիշում ես Predator-ին որպես ոնց խիշնիկ սաղին ցխող ուստ ինչ որ աղջկա այդ միավորվում ասում որ նրան որովհետև այնտեղի Alien-ը շատ մեծ էր մի տեսակ Չէ, լավն է, ու հետաքրքիրն է, որ փաստորեն իրանց սաղ սիլենային հիմա կանոնը, այն բանի հետի, մոռացա, ոնց մոռացա, այդ Օսկարով էր տա, Adrian Brody հետի Predators-ը, Խիշնիկի, հա, որտեղ Lawrence Fishburne-ն էլ կար։ Մի խոսքով այդ ամեն ինչը հիմա կանոն է, մի վսիլենա է ու մեծ ինչ-որ ֆրանշիզա է ստանում, որը որ ես հույս ունեմ, որ կկրակի։ Մենք էլ։ Դուք էլ։ Ուզում եմ երկու ֆիլմ միանգամից հիմա իրար հետևից ասեմ, որոնք ինձ հաճելիորեն զարմացրել են, որովհետև մեկը ակնկալվող ֆրանշիզայի
Այսինքն մեկը ակնկալվում էր, որ լավը կլինի, մեկը միասին կինոթատրոնում ենք նայել, կարծեմ կարող է երկուսն էլ նայում ենք, չեմ հիշում։ Ուրեմն մեկը Mission Impossible The Final Reckoning-ն է, որը որ իմ կարծիքով վերջինս հատվածի Mission Impossible-ն է, պրինցիպի բոլորի, բայց մասնապես վերջի 2-3 ֆիլմի շատ լավ կուլմինացիա էր, շատ սիրուն ավարտով, շատ, չգիտեմ, մի խոսքով դուրս եկավ այդ ֆիլմում ամեն ինչ, ինքը սենց իսկական շպիոնսկի բլոկբաստեր էր, ոնց որ եւ պիտի լինեն շպիոնսկի բլոկբաստերները իմ կարծիքով։ Շատ դուրս եկավ, շատ լավ ավարտեր։ Մյուսն էլ եւս էլի ֆրանշիզայը Final Destination Bloodlines, Մոռացել էինք էսի, հա։ Օրինակ Mission Impossible ինչ չէր զարմացրել, որովհետև պրինցիպի ակնկալվում էր, ուղղակի այս ցուցակի մեջ ինքը համաձայն, բայց Bloodlines-ը են, որ սենց իրար հետ նայ հաստատ, հա, Final Destination-ները անդադ դուրս են գալի, պիլաներ էին դուրս, այսինքն ֆիլմեր էին դուրս գալիս, որոնք որ մեծ ուժասծիկների ֆրանշիզաների չստացված ֆիլմեր էին, բայց արի ու տես օրինակ այս Bloodlines-ը Իշքան լավ ու մտածված պրինցիպի սյուժեով, որտեղ որ ընդ փրկվել է, հետո սա մնացել եւ այլն։ Մի խոսքով այս ֆրանսիժան էլ է թվում է թե վերակենդանանում, կարող է էլի ֆիլմեր լինեն, էլի հաճույքով նայել։ Քրիտիկների մոտ էլ լավ գնահատականի արժանացավ, այսինքն ավելի լավ, քան այն վերջին մի քանի հատը, հա։ Disaster-ը։ Դրանք կրիկն էլ էր տենց, վերջի կրիկը էլի հաջողված էր, չնայած նա որ մի 4 հատ չհաջողներ են անում, հետաքրքիր է։ Հա, ես ինձ թվում է իսկականից էլի այս օրերին մի քիչ վախենալու, բայց սենց կարելի է հավեսով հավաքվել է Final Destination Bloodlines նայել։ Օրինակ։ Անցնենք առաջ։ Անցնենք։ Հիմա ես խոսամ մի մուլտֆիլմի մասին էլի, իմ համարել մուլտֆիլմի մասին, որը մի քիչ կտարբերվի մնացածից նրանով, որ միգուցեև լինի Օսկարներում ինքը, արդեն Golden Globe-ի նոմինանտ է։ Խոսքը գնում է հունիսի 20-ին դուրս եկած Elio մուլտֆիլմի մասին, ինչպես միշտ ասում եմ մեր հայրենակից։ Այսպես ինքը ունի 3 ռեժիսոր՝ Դոմեշի, Ադրիան Մոլինա եւ Մադլեն Շարաֆյան։ Ինքը շատ չեն խոսում այս մուլտֆիլմի մասին եւ այլն, բայց ինքը Golden Globe-ի նոմինանտ է հիմա լավագույն երկարամետրաժ լիամետրաժ ֆիլմի բանում կատեգորիայում շատ հետաքրքիր սյուժե ունի, ծնողներին կորցրած Էլիոյի մասին է, ով ցանկանում է կապ հաստատել տիեզերական այլ մարմինների հետ, այլ մոլորակայինների հետ եւ այլն, մորաքույրն է իրան պահում, ով հենց այդ տեսակի բաներում է աշխատում, այդ տիեզերական ինչ-որ կազմակերպություններ, Ինտերստելարի նման այդ բանի Մակոնխի պերսոնաժի նման մեկն է, ով միշտ զայրանում է, դժվարացրան պահում, ասում է հերիքա այդ ամեն ինչ որ բաներ է սարքում այս տղեն, փորձում է կապ հաստատել, ու արդյունքում ինչ է ստացվում, որ ինքը այդ կապը հաստատում է նրանց հետ, ու շատ ծիծաղալու բաներ է տեղի ունենում, ինքը ընկնում է նրանց մեջ, չասենք ոնց իր ատեղը դե էդ էլ չասենք ինչ, որովհետև հավես է, ինքը շատ ուժեղ մուլտֆիլմ չի, ես երբ որ նայում էի մուլտֆիլմը, հասկացա ինչ նախնդիրներ, այնտեղ պերսոնաժների տեսակներ կային, մի տեսակ ոչ մի կերպ չէիր կարողանում ասել դե լավ էս ինչ է, ոնց որ իրանք իրենց Star Wars-ից վերցրած ինչ որ բաներ, բայց շատ ավելի ինչ որ անհասկանալի բաներ, այս տեսակ ասեմ, բայց մուլտֆիլմը հավես էր իմ համար, ինքը տենց վատը չէր, որ ասեմ վատներ, այնպես որ եթե դեռ չեք նայել ու հատկապես Golden Globe-ն էլ մոտիկանում է, դե գիտենք որ չի հաղթի այս մուլտֆիլմը, հաղթելու են կամ K-pop-ը կամ Zootopia-ն, նայեք այս ֆիլմը համել օգուտ կտանք մեր Մադլեն Շարաֆյանին։ Դե երևի չենք տա որտեվ վաց հայտերով եք նայելու HD-ս կամ տորեն, բայց մեր տեսածով օգուտ կտանք։ Բայց մեր տեսածով օգուտ կտանք, հա։ Այո։ Ես ունեմ վերջին ֆիլմը, որը ինձ զարմացրել է։ Դու էլ շատ ֆիլմեր ունես։ Մեկ ֆիլմ։ Ընտիր, ընդհանրապես չի զարմացրել։ Այս մեկը ոնց որ թե դու տենց էլ չնայեցիր։ Հնարավոր է։ Ուրեմն ֆիլմը Life of Chuck-ն է, նայեցիր վերջը, հա։ The Life of Chuck-ն է, որը որ շատ ցուցակներում իրականում հիասթափությունների մեջ է։ Լավ է։ Ես հիշում եմ, որ ինքը դուրս էր գալիս, ինքը դաժե կանդիդատ համարում էին ինչ որ բան կլինի, բայց այսօր նայելուց տոլի independent-ի, տոլի որի, տիպը worst movies ցուցակի մեջ է հանդիպել, բայց օրինակ ինքն էլ ասեն, տխուր ֆիլմ է, տխրագույն ֆիլմ է, համաձայն եմ, բայց այդ մի ասպեկտը եթե բաց թողնենք, շատ ջեմ են ապարելու սցենան, բան շատ sense ոնց ասեմ, մի մարդու ամբողջ կյանքի ցավոք շատ կարճ, բայց ամբողջ կյանքի պատմությունն է ու բոլոր իր եղած բանի մասին է, ու ինչա ոնց է իր գլխում այդ ամեն ինչը ինքը վերապրում ու վերհիշում իր
ոնց որ լավ սփոյլեր է ստացվում, բայց իր մահվան շեմին գտնվելու իրականում շատ ժամանակ։ սրտից sense դառը նստող ֆիլմ է իրականում, որովհետև ինքը համ sense լավ բաներ է քեզ տայի, ինչ որ բաներ ես տեսնում ուրախանում, բայց հասկանում ես ինչ ա լինում եւ այլն, քեզ բավականին թախծեցնում է։ Դες որ կարաք նոր տարուն չնայեք, բայց առհասարակ իր մեջ կա այդ լավ կետը ամեն դեպքում, այդ տեսակի ֆիլմ է, ինքը տխուր է, բայց ինքը ամեն դեպքում վրա շատ դրական բան թողեց ու իրար հետևից հիշում ես, որ խոսում ենք Սթիվեն Կինգի ֆիլմեր են դուրս գալ Life of Chuck, Long Walk-ը վրա այդ ինքն էր, չէ՞ ու вообще ասենք։ Չես համեմատի The Long Walk-ի հետ։ Ընդհանրապես, շատ լավ, բայց տեսնես բաներ լա կարում գրի այդ մարդը։ Դե ամեն չկամ ամեն օր գիրք է, Սենց մի բան կասեմ, այս ֆիլմը իր հիշողություններով ուղեղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, ես որոշակի նմանություն եմ գտնում, բայց այնի շատ սենց բան ֆիլմ է, էլի, ոնց ասեմ, սառը ֆիլմ է, Չարլի Կաուֆմանի I'm Thinking of Ending Things ֆիլմի հետ, Ջեսի Բակլիի դերակատարմամբ Էլի նույն ձևի բան է, չէ՞, ոնց է այդ մարդը այդ ամեն ինչը հիշում, ոնց է այդ շանն է հիշում, սենց իրան թափ տալով այդ տունը ոնց է հիշում, այսինքն այդ իրականությունների ինչ որ տենց հարց է, նման է այդ ֆիլմին, բայց այս մեկը մի քիչ ավելի շատ մարդկային է, այնի մի քիչ շատ ավելի ոնց ասեմ, ռեալիստական, տոր չգիտեմ, ոնց ավելի սենց պրագմատիզմի մասին, պրագմատիկ այդ տեսակի ֆիլմ է, բայց նմանություն կա իրանց մեջ, էլի։ Այդպես Եվ շատ հենց հունվարի 2-ին նայելու ֆիլմի մասին խոսամ հունվարի 1-ին չէ, որովհետև խմած կլինեք Ես փետրվարի 2-ի ֆիլմ ունեի Groundhog Day-ը, բայց չեմ բարձրացրել Ազիզ Անսարիի Master of None սերիալի այդ շատ շեդևրալ սերիալ էր իմիշելով դեռ չել ավարտվել երևի թե ավարտվել է հոկտեմբերի 17-ին դուրս եկած Good Fortune բարի բախտ հա Արի ես սպասի մի տեղ գրանցեմ այսօր նայեմ ես մեր եթերից հետո գնալու եմ այդ Good Fortune-ը նայեմ մի հրաշալի sense որ ճիշտ է դե էլի ինքը ինչ որ մրցանակների բանի հավակնող ֆիլմ չի չնայած շատերը Կիանու Ռիվսի այս ֆիլմում performance-ը իր կյանքի լավագույններից մեկն է նույնիսկ լավագույնն են համարում ֆիլմում խաղում են հենց Ազիզ Անսարին ու Սեթ Ռոգենը որտեղ մեկը հարուստ է մեկը աղքատ ու պահիտակ նրանք կյանքը տեղերով փոխվում են, որովհետև այդ ամեն ինչին միջամտում է Կիանու Ռիվսը, ով խաղում է շատ փոքր թևերով հրեշտակի, հենց Գեբրիելին, ես ինչքան հիշում եմ, ինքը երբ որ ղեկին մեքենային քշում ու տեքստինգ են անում, այսպես ասած, հենց այդ պահին որ պետքա վթարի ենթարկվեն, ինքը այդ պահին իրենց սենց ուսերին խփող ու սենց կանգնացնողն է, որ ուշադիր լինեն, իր հրեշտակային բանը հենց դրանում, էդ է, հենց ինքը մենակ այդ պետքա անի, պետքա նստի հետևն ու չթողի որ ավարյան են տենց, ու ինքը իր պալնամոչաները սենց ասած բանը անում, անցնում է դրանից դուրս է գալիս ու նիտո բաներ անում, ինչի արդյունքում այս մարդկանց կյանքը տեղերով փոխվում է ու դե պատկերացրեք արդեն Սեթ Ռոգեն Ազիզ Անսարին ու շատ ծիծաղալու Ազիզ Անսարին հաստատ գիտեք, որ ինձ առաջի անգամ պատմել էր, ես ասի չգիտեմ ով է, բայց դեմքով որ դնեմ կտենակ հա։ Ծիծաղալու ձայնով հնդիկ է։ Կիանու Ռիվսին էլ արդյունքում իր հրեշտակային այդ բանից պալնամոչաներից զրկում են ու շատ ծիծաղալու ֆիլմ է, մի խոսքով հունվարի 2-ին գնացեք եւ նայեք այս ֆիլմը։ Այո։ Եվ իմ համար վերջին բլոկը արագ ուղակի անցնեմ ֆիլմերով, կարանք տենց առանձնապես չքննարկենք, իսկ թվում է էլի մենք քրոնոմետրաժը չարաշահում ենք։ Ուղակի ասեմ, ինչ ֆիլմեր ինձ տխրեցրեցին։ Այս մի հատը կասեմ, բայց սրանից ուզում եմ մի երկու բառ խոսանք։ Իհարկե։ Փյունիկյան սխեմը կամ ֆինիկիսկա սխեմը կամ ֆինիշն սխեմ Միշտ որ ինչպես Ինձ թվում է դիզասթր էր ուղղակի Ես դե դու գիտես ասենք Ուես Անդերսոնին շատ եմ սիրում են քիչ ռեժիսորներից է ում առանձին դրել մենակ իրանց ֆիլմերը նայել եմ ես սովորաբար տենց ուղղակի տրամադրությանս համաձայն ֆիլմերն Ուես Անդերսոն Մեկը մյուսից լավ ֆիլմեր, անընդհատ լավ ֆիլմեր կարողանում է հանել, նույնիսկ այդ Աստրոյդից որ մարդկանց դուրը չեկե, ինձ բավական դուր եկե, բայց այս ֆինիկյան սխեման բացի գույներից, բացի կամերայից, ոչ մի ուրիշ Ուես Անդերսոնյան բան չկար, սյուժեն անհետաքրքիր։ Մի խոսքով ինձ շատ տխրեցրեց այդ ֆիլմը, երբ ես գնում էի իրան մեծ սպասումներով, սակայն
ինձ չտխրեցրեց, որտեղ չի գնում մեծ սպասն։ Ես արդեն շուտվանից Վես Անդերսոնից զուտ որպես ֆիլմ, ինչպիսին էր ասենք Hotel Grand Budapest-ը կամ Moonrise Kingdom-ը կամ այդ տեսակ։ Դե French Dispatch-ն էր բավականին լավ։ Նույնպես բայց մեկ այդ ձևի չէր, ես Իրանից այդպիսի բաներ շուտվանից չեմ սպասում, դից ուղղակի ասում եմ լավ դնենք սիրուն գույներ նայենք անցնենք։ Դրանք են Roald Dahl-ի բաները լավ էին ստացվել ինձ թվում։ Դա Օսկար ստացավ։ Իրա միակ Օսկարը կարճամետրաժ։ Ինքը կարճամետրաժն է լավ։ Դե մի խոսքով ես Wes Anderson-ին շարունակում եմ սիրել, հուսանք մյուս անգամ ինքը պատստավկա չի անի։ Եվս մի քանի ֆիլմ, որոնք հիասթափեցրին, դե Tron Ares բնականաբար, նույնիսկ չնայեցի արդյունքում, որովհետև տենց feedback-ով ես մասաների հետևից գնացող եմ ու տենց feedback-ով ֆիլմը всё-таки շատ դժվար է քեզ համոզել գնալ նայել, ինչքան էլ դու blockbuster-ների կամ տենց action movie-ների սիրահար ես։ Իսկ այս հաջորդ երկուսն էլ նայել եմ, մեկը կինոթատրոնում, մեկը վատ ձևերով պիրատսկի էլի դա Captain America Brave New World եւ Thunderbolts մեկը մյուսից հələ Thunderbolts-ը ինչ որտեղ կարելի հասկանալ Կապիտան Ամերիկան հերթական ուժը բերում ես Harrison Ford բերում ես Կարմիր Խալկ, որը կուլտովի զլադիաներից մեկն է Marvel-ի, հա, բերում ես այդ ամեն ինչը ու արդյունքում ստանում ես այնպիսի ֆիլմ, որ action ֆիլմ է ու դու action ֆիլմի ընթացքում ուզում ես քնես, էդի ասենք, չասեք տարիքային, հա, հələ շուտ է։ Doomsday կգա կտենա։ Դե ինձ թվում է, հա, ինձ թվում է։ Այդպես Thunderbolts ուղղակի ինքը իրանով թույլ էր, հին պերսոնաժներին բերել էին փորձել էին ինչ-որ սյուժե կապեին, չի ստացվել, վերջում էլ այդ սենտրին որ բերեցին, ես միշտ չեմ սիրում, ասենք կոմիքսներում, երբ բերում են բացարձակ անհաղթ պերսոնաժի։ Օրինակ Սուպերմենը ունի գոնե կրիպտոնիտ։ Հա։ Այստեղ այս մարդու կրիպտոնիտային էր, որ ինքը պրոստը ռաստրայենիե լիչնեսցի ունի, ինձ դուր չեկավ։ Մի խոսքով այդպիսի հիասթափություններ, բայց որպեսի չավարտենք մենք վատ նոտայով։ Այո։ Ուզում եմ փոխանցել խոսափողը վերադարձնել մեր սիրելի Մարտինին։ Ես սկզբում կասեմ մի հատ վատ բան, հա։ Արեսը ես նայել եմ, Տրոն Արեսը, գիտես ինչ, այն որ sense ֆիլմը ուղղակի նկարած լիներ ոնց որ այնքան պրիմիտիվ ստից բաներ էր մեջը մտցրած, այդ սպեց էֆեկտներով եւ այլն, դե դու չես նայել, բան չասիր, դրա համար եմ ասում։ Այն որ sense ուղղակի նկարել է, այն լավ մի հատ Ջարեդ Լետո թող լինի, մի հատ վերջում Ջեֆ Բրիջես կբերենք, մի հատ sense այն որ շատ անհասկանալի, անհասկանալի սյուժե, այդ սիրուն այդ ամեն ինչը կար մեջը, բայց դե promising franchise է, ասենք Predator-ը, promising franchise է, փորձում են մաքսիմում անել, Tron-ը promising franchise է, Legacy-ն ինչ որ չափով okay ֆիլմ է, Daft Punk-ի բաներ, բռնում սենց է անում, հետո Disney ասում է մենք էլ այս ֆիլմը չենք նկարել։ Իդեպ էդ էի ուզում ասել, որ Disney-ում officially ավարտված է Tron-ը եւ այլևս չի լինելու։ Իսկ այս ամեն ինչից անցում կատարենք երկու ահա որ փոխհավաքող ֆիլմերի, որի մասին երևի թե հələ որ կհասցնենք խոսալ, որոնցից մեկի մասին։ Հաստատ։ Հա, այս օրերին, քանի դեռ կինոթատրոններում գնում են եւ Հայաստանում նույնպես Avatar, Fire and Ash-ը եւ Zootopia 2-ը երկուսն էլ կոչ եմ անում գնալ նայել ընտանիքի անդամների հետ, դե մենակով չարժի ես գնալ նայել, երկուսն էլ նայել, ուրախանալ, տխրել, ապրել պերսոնաժների հետ մեծ դահլիճներում եւ այլն։ Այդպես անցկացրեք այս ժամանակաշրջանը հնարավորինս մոտիկ մարդկանց հետ, որովհետեւ հետո գալու են աշխատանքային օրերը եւ էլի առօրյա, այո։ Ամեն ինչ վերադառնալու է նույն վիճակին։ Դե ինչ, իսկ մեզ մնում է երևի մաղթել մեզ եւ բոլոր մեր հանդիսատ ամբողջ հա չգիտեմ մեզ նայողներին որ 2026-ը կինոների տեսանկյունից լինի կակ մինիմում ոչ ավելի թույլ քան 2025-ը շատ բարդ կլինի հա շատ բարդ կլինի բայց արի մաղթենք գոնե որ լինի կինո լավ կինոներով լի տարի ես էլ սենց ասեմ Odyssey-ի Dune 3-ի Doomsday-ի եւ Իñárrituի Digger ֆիլմի սպասումներով դիմավորենք 26 թիվը։ Իսկ երկանկյունին այս տարի այսքանն էր։ Շատ տպավորիչ էր։